Մենք մեր դիրքորոշման մեջ նշել էինք, որ ինչքան էլ այս պետությունը խոսում է, ասում է, պետությունը գործարարները խոսում են, ասում են, քանի տարի է Թուրքիայից շոր եք կրում, բենզինն ինչ է, նախ ասենք, որ սպառողին մեղադրել ձեր քաղաքականության մեջ, մենք հստակ նշել ենք, որ սպառողը նայելու է էժանին, սպառողը եթե այդ վերնաշապիկն է առնում, նա չի էլ նայում ինչ արտադրանք է, դու սպառողին... Ճիշտն ասած կներեք, պարոն Սարգսյան, ես նայում եմ, եթե թուրքական է ձեռն պահեմ մնում չեմ։ Դուք նայում եք, բայց քանի հոգի կնայի կամ այդ նույն Թուրքիայում կարան խփեն Վիետնամ, այդ լեբելները եւ ուղարկեն, որ չեկել տարբերի թուրքականա թե չէ։ Հիմա այդ Դալմամոլում թուրքական խանութ հենց մուտքի մոտ կա եւ միշտ էլ լիքն է։ Հա, այդ ինչ է այդ բրանդի անունը։ Էլսի Վայկիկին նկատի ունեք։ Վայկիկին, այո, հա, միշտ էլ լիքն է։ Նույնիսկ այնտեղ որ մտնում նայում եք կա լեբելներ, որ գրած է Made in Vietnam կամ Բանգլադեշ, այսինքն այդ Վայկիկին այնտեղից են ներկրում, բայց ամեն դեպքում թուրքական է։ Չէ, արտադրանք դուք կարող եք Gucci էլ մտնեք ու Վիետնամ կամ Շրի Լանկա, այսինքն քանի որ աշխատուժը Եվրոպա կամ այլ տեղերում թանկ է, բոլորն էլ այդ էժան երկրներում արտադրում են։ Հիմա ինչ վերաբերում է բենզինին, դու բենզինը չես կարող համատել վերնաշապիկի կամ շալվարի հետ, որովհետև բենզինը արդեն ստրատեգիկ ապրանք է եւ քո ոստիկանությունը, շտապօգնությունը, քո բնան այդ նույն բենզինից օգտվում է, այսինքն եթե Թշնամի երկրից դու ներմուծում ես, այնտեղ կարող է հարցեր լինի, որ ամբողջ այդ ավտոպարկը շարքից դուրս գա։ Հասկանում եք, կամ հրշեջ կամ շտաբոկ, այսինքն ստրատեգիական ապրանքը դու չես կարող համատել ինչ-որ շորերի կամ, չգիտեմ, օճառի հետ, կամ էլ մյուսն էլ դու չես կարող սպառողի մեղադրել, որ ինքը գնալու է էժան ապրանք առնի։ Դա առնվազն ցինիկություն է, եթե դու էժան բենզին ես բերել, ցինիկ ձևել ժողովրդին ցույց տաս, որ ասում են հա լավ է, էժան է, թող թուրքական գա, դա ցինիկություն է։ Պետական ռազմավարությունը պետք է լինի թշնամի երկրներից այդպիսի ստրատեգիական ապրանք չներմուծել եւ իրանց մոտ իհարկե գնում է պատասխանատվության բաժանումը, այսինքն այդ պատասխանատվությունը իրանց վրայից դնեն սպառողների վրա եւ քանի որ մեր մոտ ոչ ԱԱԾ, ոչ քննչական, ոչ դատարաններ չեն գործում, իրանց մոտ դա դեռ հաջողվում է, բայց պատասխան լինելու է իհարկե։